ժողովուրդ ջան, այսպիսի գեղեցկությամբ եմ բացում տեսանյութս, տեսեք ինչ գեղեցիկ է Արարատը, ես միշտ ասում եմ, չէ, Արարատը գեղեցիկ տեսնելու համար պետք է Հայաստան գալ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, բացահայտել եմ դա այս 4 տարիների ընթացքում, երբ իմ պատշգամբից այսպես պարզ ամեն աշնան, երկրորդ ամսվա և երրորդ ամսվան երևում է Արարատը, և որքան էլ որ հանեմ, որպես սիմվոլ իրեն, միևնույն է, աչքիս առաջից հո չեն հանելու, սրտիս աչքից հո չեն հանելու, Արարատը կա, եղել է, ու միշտ կմնա որպես հավերժություն, հայի համար, որպես սիմվոլ, և աշխարհն է մեզ ճանաչում Արարատով, տեսեք, հզորություն, զորություն, հայրական փառահեղություն, դե ինչ, ձեր բարի ու գեղեցիկ լուսաբաց անուշներս, այս գեղեցիկ տեսարանով, ջանմոտ երկինքը տեսեք, չէի կարող չնկարել, մի հատ տեսեք ինչ գեղեցկություն, այս ինչ է կատարվում, չէ ինչ հետաքրքիր է երկինքը, իսկ Արարատի գլխին էլի գլխարկ կա, տեսեք ամպից գլխարկ որ լինում է, ասում են որ դա շատ միստիկ վիճակ է, Արարատի վիճակը, չգիտեմ, չեմ կարող ասել, այսպես, սա արդեն ցերեկ է, 4:30 է, օրվա երկրորդ կեսն է արդեն, տեսեք, տեսնում եք երկինքը, կարող ինչ-որ բան է անցել, չէ, չեմ կարծում, Էրիկ կարող է ինչ-որ բան է անցել, գնաց Էրիկը, քիչ փոքրացնեմ, հեռացնեմ, ինչ հետաքրքիր է, չէ, երկինքը, այսպես, մի խոսքով, քաղաքին նվիրված հրավառությունը, տեսեք, հրապարակն է, սիրելիներս, Հանրապետության հրապարակը, տեսեք ինչ շքեղ է, լավ է չէ, ես գնում եմ դեպի մանկություն, որ պապաս մեզ անպայման բերում էր մոնումենտ, մեքենայով կանգնում էինք, իջնում ու նայում էինք, Երանի այդ տարիները կամ տանում էր երգող շատրվաններ ամեն երեկո, հիանալի է, այս ինչ արև է, վայ մամա ջան, այս ինչ սիրուն էր, ոնց որ արև բացվեր, այդ մեծն էր, երևի թե վերջինը, քաղաքի տոնին նվիրված, բարի երեկո սիրելիներս, բարի երեկո, ես տանը չեմ, եկել եմ տարեդարձին, այսօր իմ Լիաննայի, գիտեք քույրիկիս, Լիաննայի տղայի Զոհրաբից 25-ամյակն է, եկել ենք Գալակրիտ, շատ հետաքրքիր տեղ է, շատ գեղեցիկ տեղ է, ես հետո առանձին կնկարեմ, հետաքրքրական Մադաքյան բենդն է լինելու, եթե չեմ սխալվում, այսպես, մի խոսքով շատ գեղեցիկ է, մի պահ սեղաններն էլ կնկարեմ, ամեն բան շատ գեղեցիկ է և շատ ճաշակով, բեմը, հետևում, այստեղ գեղեցիկ ջահեր, ասեք թեքեմ, այսպես տեսեք, գեղեցիկ ջահեր,
Ասեցին, որ գալակտիտը դա թանկարժեք քար է, որն ունի իր պատմությունը եւ որի որոնումների համար պետք է գտնել տարբեր ճանապարհներ գտնելու համար։ Մի խոսքով շատ գեղեցիկ է եւ սպասքն է գեղեցիկ, իդեպ իմ սպասքից է, ես էլ ունեմ։ Նոր տարուն միշտ օգտագործում եմ։ Չեմ պահել վստահաբար։ Այսպես կերոնները գեղեցիկ, մի խոսքով շատ գեղեցիկ, այսպես ասած տրամադրող եւ ատմոսֆերային տեղեր շատ։ Ինձ դուր եկավ, սիրում եմ նման տեղեր, մի խոսքով այսպես, տեսեք, ամբողջ դռները նկարած է։ Դռները նկարած են, հեսա, քանի չեն եկել, առաջինը մենք ենք եկել տանտերերից շուտ, որովհետև իմ ամուսինը գերազանցիկ է, տեսեք, ամբողջ այսպես նկարներ են, այստեղ ասեց կան տարբեր լաբիրինտներ գտնելու քարը, են էլ ես եմ, շողշողում, պլպլան, այսպես, սիրուն անկյունն է չէ, ես ենքան սիրում եմ, ես սիրում եմ, այս ոճը, իմ ոճի մեջ է, ես սիրում եմ և գույներն են ինձ հաճելի, չգիտեմ, այստեղ տեսենք սա ինչ որ նանկար է, չեմ կարող ասել, մի խոսքով շատ հետաքրքիր է, ահամ քեզ էլ ցույց տամ, հա, Տեր վռազը, ընթացքում էլի կմիանամ մանուշներս, նորից կմիանամ։ Ain't no sunshine when she's gone. She's always on to her. Anytime she goes away. Anytime she goes away. Anytime she goes away. Morning, ooh, nothing down and up, Yes, oh good, oh man, I saw be no China, yes, some love, yes, no need, yes, that the yes, that let's hear Երևանը պետք է Երևան անկեղսիրեն է Երևանը կուշեք չէ Երևանը պետք է Երևան անկեղսիրեն է չդրված սորենք է Cumpleaños feliz, cumpleaños feliz, cumpleaños amigos, cumpleaños feliz. La caña de suyo,
Собираются все друзья, еще больше друзья, тем моложе сердце струит, тем рождения, успеха радости и веселья, былых желаний исполнения и рьяных чистей. С днем рождения, любимого окружения, шумового настроения и самых первых друзей. Չուի սիրելիներս, ինչպես եք, ես լավ եմ, տանից դուրս է եկել, մի քիչ ուշ մտածեցի, որ կարելի էր նկարել, բայց գնացել էինք Աբովյան քաղաքում նոր զովք է բացվել, Աբովյան քաղաքում չէ, չմտած Աբովյան քաղաք, որտեղ Magic Land-ն է, հա, ինչ Magic Land, կիմանաք արդեն Ծառուկյանի մոլի հենց անմիջապես դիմացը, տանը պարապ էինք, վանես տարի մի քիչ ազատ է շատ ավելի, քան նախորդ տարիներին, ասաց ինչ անենք, արի մեքենայով գնանք պտտվենք, դե լավ, դե որ դուրս էինք գալի, գնանք այդ կողմ, գնացինք բնականաբար առևտուր արեցինք, հիմա ինձ ասել եք, որ շտատիվը դնեմ, նոր նկարեմ, ձեռքից պահած չնկարեմ հեռախոսը, այդպես էլ արել եմ, տեսնենք ինչպես է ստացվում, դե ինձ սկսենք, գնել եմ սխտոր, տեսեք ինձ սխտորներ եմ գնել, ամել այսպես կբացեմ, ձեզ կցուցադրեմ, ճիշտ ասած գինը չէի տեսել, 2800 քանի դրամ էր, բայց մի հատ մեծությունը տեսեք ժողովուրդ ջան, թե ինչ շքեղ սխտոր է, սա գնեցի, մտածեցի գուցե թթու կդնեմ, կամ խաշի սեզոնն է ասեմ, խաշ կդնեմ, արժեքը 2880 դրամ է, մեր հայկական սխտորն է տեղական, ահա, այսքանին վճարել եմ 1094 դրամ, 3 գլուխը, սա Վահանը սուրճ է վերցրել երեկոյան տղաներով դրսում խմում են, հետո, տեսեք սաների վերցրել, պետքա թողնեի մեքենայի մեջ մոռացել եմ, ուրեմն սա ինչ եմ վերցրել, երկու բառով սա ասեմ, սա ցիկորի է, գարին է ցիկորին, թե ինչն է, մոռացել եմ ինչն է ցիկորին, մի խոսքով, ինքը դարչինով է, ուրեմն դարչինով ցիկորին, հենց կոնկրետ դարչինովը, ինքը իջացնում է ինսուլինը, կարգավորում է ինսուլինը և խոլեստերինը, առավոտյան խորհուրդ է տրվում սովորական սուրճի փոխարեն խմել սա, իսկապես շատ համեղ է, ես մի անգամ խմեցի, ես առհասարակ սիրում եմ նաև համերով սուրճ, բալի համով կլինի, շոկոլադի համով կլինի, վանիլային կլինի, դարչինովն էլ ինձ հյուրասիրեցին, շատ լավներ և որոշեցի ես էլ ձեռք բերեմ առավոտյան ինսուլինս կարգավորելու համար սա խմեմ, նաև խոլեստերինն է իջեցնում, գնել եմ այսպիսի սաներ մեքենայի մեջ թողնելու համար, մեկ-մեկ պետք է գալիս, քամին խառնում է մազերը, մարդու և մարդ ուզում է իր մազերը ուղի, այսպես, հետո, ասեք ես պակեմ անենց բանա, սկվազնյակ ակալի միջանցիկ քամի, Ատ Մարտինայի արևածաղիկը Վահանը մեկ-մեկ ֆուտբոլ և այլն սպորտ դիտելուց զբաղվում է, հետո, այսպիսի վաֆլիներ է գնել, սրանք չէ տեսել, որ գնել է, չեմ տեսել, որ գնել է, տանում է հետը աշխատանքի, ուրբաթօրն էլ ճանապարհ են գնում դպրոցով, մեծ շրջագայություն ունեն, Գառնի Գեղարդ, Քարերի սիմֆոնիա, այդպես դպրոցով գնում են, սա Էրիկի համար աղիծողիկներ և գնել եմ մեկ հատ
պոմելո, ինչը ես շատ սիրում եմ, իջել էր գինը 880 դրամ 1 կիլոգրամի, սա քաշը 1 կիլո 328 գրամ է, գումարը 1168 դրամ է կազմել, սիրելիներս, այսպես, սա մեկ, հաջորդը, գնել եմ այսպիսի սուջուղ, էլի քանի որ ինքը միս է, հա, մեկ կարելի է, որ ես մսակեր չեմ, բայց գոնե նման ինչ-որ բաներով 1-2 հատ ասենք թե մսի տեղը տամ, գնել ենք 2 հատ ծիծակ, մեծ ծիծակներ, ես սիրում եմ պատրաստում բորշ պատրաստել, 2 հատ ծիծակ եմ գնել, այսպիսի, սա գնաց տոպրակ, սեղան, հա, տոպրակի մեջ ճիշտ ասեցի, Վահանը ասեց հետա գնիր կարմիր ոսպից շատ համեղ աղցան է կերել դպրոցում, այնտեղ դպրոցում դե երեխաները սնվում են, շատ լավ սնվում են, դիետիկ սննդակարգ են այնտեղ պահում, շատ լավ առանց ճարպերի, բարձր սպիտակուցային, գնամ այնտեղ սնվեմ գամ, դպրոցում, շիրակացիում գնամ սնվեմ գամ, մի խոսքով ասեց կարմիր ոսպից շատ համեղ աղցան էր ստացվում, ասեց մի հատ կիմանամ մեզ մոտ ոնց են պատրաստում, դու էլ պատրաստի, ասեցի լավ իմացի, ես մեծ սիրով կպատրաստեմ, մեր շատ սիրելի հնդկաձավարը հենց սա, Կուբայն մատուշկան, վաղուց եմ գնում, 2 հատ գնել եմ այսպիսի հնդկաձավար, Կուբայն մատուշկայի, գնեցի սիսեր, սիրելիներս, բավական լավ խոշոր, տեսեք, ինչ լավ խոշոր սիսեր է, հնարավոր է այս տարի պասուց տոլմա փաթաթեմ, թող մնա, լավն է, շատ լավն է, մամաս միշտ պատրաստել է, ես մամայից պես չեմ կարող պատրաստել, շատ թութեղ, տեղը տեղին պատրաստում էր, սև պղպեղ եմ գնել աղացած, իմ պղպեղը վերջացել էր, այստեղ էլ ինչ ունենք, այստեղ ունենք Էրիկի համար հավի նագետներ, այստեղ 40 գրամ պրոտեին կա սպիտակուց, ահա, մինչև սպիտակուց չլինի, իմ տղան չի ուտում, սա Վահանը իր համար վերցրեց կեվյան կոտլետ պանրով, իդեպ շատ համեղ են, ժողովուրդ ջան, վատը չեն, չգիտեմ ինչով են պատրաստում, չեմ էլ ուզում խորանամ ինչով են պատրաստում, բայց էլի Վահանի գնումներից է սա, որսորդական երշիկ է գնել, ախոտնիչի, այսպիսի երշիկ է գնել, տոպրակը, այսպիսի երշիկ է գնել, սիրում է ինքը, երշիկ սիրում է, այստեղ գնել եմ խոզի միս, որը արդեն մարինացված է, պիտի գնա այրոգրիլ, այնտեղ տապակվելու համար, գնել եմ բորշի միս, այսպիսի բորշի միս եմ գնել, լավ միս էր, ես միսը չեմ ուտում, ժողովուրդ ջան, ինձ մոտ չգիտեմ ինչ է կատարվել, բայց ինձ մոտ մսից է խառնոց է սկսում, սա էլ հավի ուսիկներ եմ գնել, չբացեմ էլ են վերևամասերն են, հավի ուսիկներն են, էլի սրանք էլ գնում են այրոգրիլ էլի, մաքրած է, համենված չէ, և մի հատ էլ մեծ հաց ենք գնել, վրացական հաց ենք գնել, հիմա ասեմ այս ամբողջին ինչքան ենք վճարել, այսպիսի կտրոն է ստացվել մեզ մոտ, և այս ամենի համար վճարել ենք 25,000 652 դրամ, չգիտեմ ձեզ կերևա թե ոչ, ցույց եմ տալիս, չգիտեմ երևում է, մի խոսքով, այս ամբողջի համար վճարել ենք այդքան գումար սիրելիներս, այսպես անուշիկներս, սա էլ այսպես, այստեղ դեզ ասում եմ առայժմ, հետո կմիանամ առանձին մի քիչ կխոսեմ տարեդարձից,
շատ լավ անցավ, դա էլ առանձին խոսեմ։ Չխառնեմ ես ամենի հետ, սիրում եմ, գրկում եմ, համբուրում եմ բոլորիդ, ցանկանում եմ արևաշատ, ծաղկաշատ, աստվածաշատ օր, գրկում եմ, պաչկներ։